Սլավմեդ բժշկական կենտրոնում մեզի ընդհանուր հետազոտությունը իրականացում է ճապոնական Sysmex UN շարքի միզային կայանով, որը աշխատում է մոդուլային հայեցակարգով եւ իրականացնում է մեզի համապարփակ բազմակողմանի հետազոտություն առանց ընդմիջման, լրիվ ավտոմատ կառավարման ծրագրավորմամբ, սկսած կենսանմուշի բեռնումից եւ մուտքագրումից մինչեւ դրա թվային միկրոսկոպիա։ Երկու տարբեր մոդուլներ են։ Առաջին մոդուլը հիմնականում իրականացնում է մեզի պարամետրերի լայն սպեկտրի որակական եւ կիսաքանակական հետազոտություններ, առնվազն 14 հետազոտական պարամետրեր, որոնց մեջ նորույթը ալբումինի եւ կրեատինինի որոշումն է եւ 2 հաշվարկային ցուցանիշ, որը շատ կարեւոր է հատկապես հղիների համար, հղիների պրեէկլամպսիայի, էկլամպսիայի համար եւ տարբեր պացիենտների երիկամային անբարության վաղ շրջանի ախտորոշման համար։ Երկրորդ մոդուլը, սա արդեն լրիվ ուրիշ ֆունկցիաներով օժտված սարքավորում է, լրիվ ավտոմատ սարքավորում եւ հիմնական նպատակը մեզի նստվածքի միկրոսկոպիկ հետազոտությունն է, ընդհանուր մինչեւ բջջաբանական հետազոտությունը։ Ինչ առավելություններ է տալիս մեզ այս կայանին կիրառումը։ Առաջին հերթին միայն այն, որ ցուցանիշների շեմը, զգայունության շեմը բավական ցածր է, իսկ չափման միջակայքը շատ մեծ, սա հնարավորություն է տալիս նույնիսկ ամենաչնչին փոփոխությունը, որը կարող է լինել երիկամների ֆունկցիայի համար, ուրեմն արձանագրել եւ ախտորոշել։ Հաջորդ առավելությունը, դա հեմատուրիայի տեսակի որոշման ֆունկցիան է։ Սարքը կարողանում է կարդալ, որ էրիթրոցիտները ձևաբանորեն չձևափոխված են եւ ձևափոխված, եւ դրանց քանակը մենք արդեն կարող ենք մոտավոր պատկերացում կազմել, թե արյունահոսությունը որտեղից է գալիս եւ ինչ խնդիրների հետևանք կարող է դա լինել։ Հաջորդ առավելությունը, որը անպայման պետք է նշվի, դա միզուղիների, վարակների եւ բորբոքային հիվանդությունների ախտորոշման ֆունկցիան է։ 1 րոպեից էլ քիչ ժամանակահատվածում սարքը կարողանում է ճանաչել, նույնականացնել բակտերիաները, քանակապես հաշվել, ըստ գրամի դասակարգել եւ լեյկոցիտների հաշվարկի նուրբ մեթոդի հետ միասին կարողանում է ընդհանուր պատկերացում ստեղծել միզուղիների բորբոքային հիվանդությունների վերաբերյալ, ստեղծելով պայմաններ ամենաարագ ստրատեգիական որոշումների կայացման համար։ Կա նաև ատիպիկ բջիջների ճանաչման ֆունկցիա, որը նույնպես շատ կարևոր է հատկապես ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման համար։ Մեր երկրորդ մոդուլը կարողանում է նաև ճանաչել եւս 6 պարամետրեր, որոնք եթե միացնում ենք իրար մեր բոլոր առավելությունների եւ առաջին մոդուլի առավելության հետ, մենք փաստորեն ստանում ենք կլինիկորեն բավականին տեղեկատվություն կլինիկական ախտորոշմանը օժանդակելու համար։